Խոսում է Բաքուն։ Եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 31 միլիոն 291 հազար ԱՄՆ դոլարի էլեկտրատեխնիկական արտադրանք, հաղորդում է Թուրքիայի արտահանողների ասամբլեան։ Դա 3.7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միայն փետրվարին Թուրքիայի կողմից նշված արտադրանքի արտահանումը Ադրբեջան կազմել է 13 միլիոն 802 հազար ԱՄՆ դոլար, ինչը 17.5%-ով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից։ Էլեկտրակապի միջազգային միության պատմության մեջ առաջին անգամ էլեկտրակապի զարգացման համաշխարհային համաժողովը կանցկացվի Ադրբեջանում։ Այս մասին on-line Ադրբեջան նախագծի հաշվետու միջոցառման ժամանակ հայտարարել է ԻՏՈՒ-ի տարածաշրջանային տնօրեն Նատալիա Մոչուն։ Նոյեմբերի 17-ից 28-ը Բաքվում տեղի կունենա համաշխարհային թվային հանրության համար նշանակալից իրադարձություն էլեկտրակապի զարգացման համաշխարհային համաժողովը։ ԻՏՈՒ-ի ողջ էկոհամակարգը հավաքելու է քննարկելու թվային կապի հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները։ Մեր նպատակն է ոչ միայն ապահովել կապի հասանելիությունը, հուսալիությունը եւ անվտանգությունը, այլ այն իսկապես բովանդակալից դարձնել, որպեսզի ինտերնետն իրական օգուտներ բերի մարդկանց, ընդգծել է Նատալիա Մոչուն։ Աղդամի, Ֆիզուլիի եւ Խոջավենդի շրջանների վերակառուցման, շինարարության եւ կառավարման ծառայությունը ներգրավել է Մերկուրի Ինշաատ ընկերությանը Աղդամ քաղաքի թիվ 4, 9 եւ 10 բնակելի զանգվածներում բազմաֆունկցիոնալ միջնահարկ բնակելի շենքերի կառուցման համար։ Այս մասին հայտնում է պետական գնումների կայքը։ Ըստ տվյալների, կնքված պայմանագրի արժեքը կազմում է 19 միլիոն 285 հազար 866 մանատ։ Թուրքմենստանը պատրաստ է Եվրոպային բնական գազ մատակարարել։ Այս մասին Евronewс հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքմենստանի ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Թուրքմենստանը պատրաստ է սերտորեն համագործակցել եվրոպացի գործընկերների հետ բնական գազի մատակարարման հարցում։ Մասնավորապես ասել է նա. Բերդիմուհամեդովը նշել է, որ մատակարարման ուղիներից մեկը կարող է լինել Տրանսկասպիան երթուղին։ Մենք միշտ շեշտել ենք Կասպից ծովում էներգետիկ լիարժեք գործընկերության ստեղծման, այդ թվում արևմտյան ուղղությամբ ստորջրյա հողակաշարերի անցկացման անհրաժեշտությունը։ Դա մեր օրինական իրավունքն է, ամրագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում, ընդգծել է Բերդիմուհամեդովը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։